Արդեն ժամը 8:30 կորցից հետո տանն եմ, դուրս եկա մի հատ վարդերին նայեմ, հլը դուք նայեք էս գեղեցկությունը, չհամբերեցի մինչև առավոտ, հլը ստե նայեք, էս մի գեղեցկուհին էլ այ սենց ա բացվել, էս մյուսներ էլ ընթացքի մեջ են, ասեցի կիսվեմ ձեր հետ էս գեղեցկությամբ, հլը ստե նայեք, հրաշքա ուղղակի, հոտը մի հատ էլ նայենք, հոտը ոնց ա, տիպիկ վարդի հոտ, հրաշք, ուղղակի հրաշք, Աշոտին կանչեցի, որ ինքն էլ տեսնի, հրաշք գեղեցկությունը, Անցաստարի են միջադները խանգարում էին լավ բարլատես, իշկան մեծ ա, ձերքիս մեծ ապիչապք, շոտ սիրուն, ու միշտ բաներ, այդ թրթուրները չէին թողնում էլի, այսենց կոկոմ էր բռնում, ուտում էին, չէր հասցնում բացվեր, փչանում էր ծաղիկը, հրաշք ա, իսկ հիմա շատ լավ ա, շատ լավ ա, հող ես առել, չէ, շատ, լավ ա, վաղեն մնացած մնացած բաները ցանենք, դա այդպես ջուրներս գալիս ա, բոլոր դրանք բանը, խոնավ են սա, հա, գալիս լցվում ա, հա, իդեպ Աշոտին չեմ ասել, որ հիմնականում գրել էին մեր բարեկամները, որ ես եթե չի խանգարում, ասենք խոնավություն պատին կամ բան, թողենք մնա, որովհետև շատ սիրուն ա։ Այն հարևանի պատը սա քայքայել է։ Ոչ, թող հարևանը մտածի, այ մարդ հիմա էս սիրուն։ Նայ, եկել արդեն լվասկի տեղը փրվել է։ Հա, ես կարելի է ցտեից անել ոչինչ, բայց չկտրենք, ափսոս ա։ Բարի սիրելի բարեկամներ, նախաճաշս եմ պատրաստում շիլայա ջրով, ջուր եմ լցրել, մեկ էլ մի 6 ճաշի գտալ, սես դեսերտի գտալ, վարսակի փաթիլներ, եսա մի փոքր էլ աղ կլցնեմ, շպոնավացել է լավ չի գալիս աղը, հանդիպում ունենք բժշկի մոտ, պետքա գնանք, հիմա ժամը 9:30, մի ժամից հանդիպում ունենք, Աշոտը դեռ չի արթնացել, սա երև բարձրանամ իրան էլ արթնացնեմ, իրան հետ ենք գնալու, երեկ գործի էի, հոգնած աշխատանքային շաբաթ է, չնայած դեռ չի վերջացել, այսօր ուրբաթ ա, բայց վաղն էլ եմ աշխատելու դրա համար, իմ աշխատանքային շաբաթը շաբաթ օրն ա վերջանում։ Ուզում եմ նորից ասեմ, ժողովուրդ ջան, Instagram-ի հետ կապված ինձ, որովհետև ինձ որ ուզում եք գրեք, էլի գրել էին, ոնց կարան, որ գանգենտ ինձ կարաք հանդիպեք, իհարկե կարաք հանդիպեք, բայց պետք է պայմանավորվենք նախորդ, եթե իմ աշխատանքային օրը գաք, ուղղակի խանութում չենք էլ կարողանա իրար հետ խոսանք, ավելի լավ է, Instagram-ով ինձ գտեք, այդ հարցը, որ ինձ գրել էիք, ես հենց դրա տակ իմ Instagram-ի լինկը դրեցի, իդեպ չէի կարողանում Instagram-ի լինկը բերեմ YouTube, ես որ գրում էիք, ասում էի ինձ գտեք Instagram-ում, ինձ գտեք Instagram, հիմա ես ձևը գտել եմ, ես կարողանում եմ լինկը դնեմ, բերեմ YouTube։ Instagram-ով այդպես պետք է կապվենք իրար հետ, պայմանավորվենք, որ կարողանանք հանդիպել, թե ուրիշ ձև չեմ պատկերացնում, գործի տեղը որ կաք, ինչ ես աշխատում եմ, չեմ կարող, ասենք երկար խոսամ, էլի պետք է այս իմ գործն անեմ, ասենք շատ կարճ ոտքի վրա, այդպես բան չենք հասկանա։ Իսկ այդպես կարենք պայմանավորվենք, հանդիպենք մի սրճարանում թեկուզ նստենք, զրուցենք հանգիստ։ Շիլաս արդեն պատրաստ է, դատարկեմ։ Հատապտուղներ ես անգամ չեմ լցնելու, ունեմ սառած հատապտուղներ ունեմ, թարմել ունեմ, բայց հատապտուղներով չեմ ուզում ուտեմ, վրայից հետո թարմ ելակ մի քանի հատ կուտեմ, որ քաղցրի պահանջը լրացնեմ։ Հիմա սրա վրա, հիմա ձեզ ցույց տամ ինչ եմ անում։ Բարի շուր չէ, կորը բարի եղնի բոլորիս համար։ Բարի, թող բարի լինի բոլթա։ Կերած բանիր պետք է ավելացնեմ վրա, ասեք կամերան քիչ հասնեմ, դու էլ կոֆեն դիր Աշոտ ջան, որ մենք գնալու ենք բժշկի։ Այսպես կավելացնեմ, բայց սերմերը պետք է լցնեի ժողովուրդ ջան, մոռացա, սպասեք լավ պանիրը լցնեմ, նոր
20 գրամի չափով։ Լավ կարող ճավել եղավ 30 եղավ չի գիտեմ։ Այսպես ու վերեմ սերմեր ավելացնեմ։ Սրա մեջ չայ սերմեր չեմ լիսում, չայ սերմերը պետք է դե մնան ուռեն, որ նոր օգտագործեն։ Հիմա այստեղ կավելացնեմ, այստեղ ունեմ թթումի սերմ, մի քանի հատիկ թթումի սերմ։ Սերմերը շատ կալորիա ունեն, դրա համար շատ պետք չի օգտագործել, մի քանի հատ արևածաղկի սերմ։ Քունջուտ մի քիչ, սպիտակ քունջուտ, հա, վերջանում եմ քունջուտը պետք է առնեմ։ Մի փոքր էլ գտավատը կտրատած է, այսպես մի քիչ մանր է, լրվաղացած չի, դե որ լրվաղումը պետք է շատ է, ոնց որ ամեն օրվա համար ախան։ Լավ, սպասեք զարդարեմ ելակով, որ սիրուն լինի տեսքը ընդհանուր։ Զարդարը, լավ զարդարը։ Նա շուտ համով ելակը առել, դրա համար զարդարեմ այս ելակներով։ Սիրուն ելակներով էլ զարդարենք, նախաճաշենք, մի հատ էլ սուրճ խմենք ու դուրս գանք։ Ժողովուրդ ջան, ես իմ նախաճաշը ջուրը ահագին խմել եմ, մի լիտր մեջը ջուր եմ լցրել, թարմ ջուր, ֆիլտրատ ջուր է, վրան տաք ջուր եմ ավելացրել եւ մի 30 աստիճան տաքություն կլինի։ Ահագին խմել եմ, հիմա դե մի անգամից ամբողջը հիմա չեմ խմում, մի քիչ առաջ եմ արթնացել, բայց քիչ-քիչ խմում եմ։ Օրվա մեջ հաստատ 1 լիտր ու կես 2 լիտր կխմեմ, երկուս չէ, կարող մի քիչ պակաս լինի, այդքան շատ էլ պետք չի, որ երիկամներ ու սրտի համար էլ ծանրաբեռնվածություն չլինի։ Քիչ-քիչ խմեմ, շատ էլ պետք չի, որ մի անգամից դնես խմես, եթե կարիքը չես զգում, պետք է կում խմես, որ օգուտ տա, դրա նպատակին ծառայի։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա ես նախաճաշեմ, հետո էլի կմիանամ ձեզ։ Նայեք ինչ համով սուրճ է, այսինքն համենայելով չի զգացվի, բայց նայեք ինչքան սիրուն սուրճ է, շատ համով, խմեմ ու դուրս գամ, այս տակին հանում մաքրում ենք, ոնց էլ չլինի տակը կաթում է։ Պլանները փոխվեցին, մեյլը կարդացի, որ պատվեր ունեի պետք է բերեին, Աշոտն ասեց ես մնամ, դու գնա արի։ Հիմա ես գնում եմ բժշկի մոտ մի հատ թուղթ պետք է վերցնեմ, ինչ որ լուրջ բան չկա, թուղթ է պետք մի հատ վերցնեմ, աչքս զգում եք ուռել եմ ձևի, այդ վերջերս էլ էր եղել, կարող է ծենից է լինում, չգիտեմ, հնարավոր է ծենը կարելի է փոխել, նոր է, անցյալ տարի է առել, բայց հնարավոր է ծենի հատիկներից հանգել։ Աղմկոտ փողոցը, մի քանի րոպե էլ քայլեմ, արագ եմ գնում դիտավորյալ, որ մի քիչ կալորիա այրեմ։ Կամերան էսպես շուրջ է, մի քիչ դուք էլ նայեք։
աշխատանքային օր ու աշխատանքային ժամը դրա համար այսքան շատ մեքենաբան կա։ Երեք TikTok-ն էի թերթում նորություններ լսեցի կարճ վիդեոյով։ Բայքում անչափահաս երեխեքի հետ սեռական հարաբերություն էին ունեցել, սեռական ոտնձգություն էին արել, շոկի մեջ էի ժողովուրդ ջան։ Այդ մարդկանց ասեց ոնց որ 65 տարեկան մարդ։ Ես չգիտեմ, պետք է ուղղակի երևի անդամը կտրեն ու իրան այդտենց հանեն տկլոր փողոցում քաշ տան, որովհետև ես չգիտեմ, ներում բեկում չկա։ Այդ ես չգիտեմ, այդ սեռաքաղց մարդկանց ինչ պետք է արվի։ Այդ ինչքան կեղտոտ մարդ բառեր չեմ գտնում հիմա որ ասեմ, որտեվ ինքան ջղայնացել էի, ասում տեսեք հլը ինչքան ստոր տականք, որ համ մտել է մարդկանց տուն, համ վերջը սուրճ են հյուրասիրել, համ էլ օգտվել է այդ անմեղ երեխեքին սեռական շահագործել է։ Չեմ ուզում ցենզուրայից դուրս բառեր ասեմ, բայց ամենավերջին պատժին արժան այդ կեղտոտ մարդիկ, երկու հոգի, մի հոգի չէր։ Այդ երեխեքի հորաքուրն էր խոսում, ասում, հենց իրանից լսեցի ես, ուրիշ որևէ մեկի չեմ լսել կամ բան, որ ասեմ, եթե հորաքույր ասում էր, ուրեմն ճիշտ էր եղել էր։ Կարճ ասած շատ այն որ մարդիկան չէ ինչ որ լինում է ծածկեն, ծածկա դմփոց անեն, որ ոչ մեկ չիմանա։ Ու դրա համար էլ այսպես բաներ են տեղի ունենում։ Այ պետքա այդ ձևի մարդկանց մի հատ նենց պատասխանատվության ենթարկեն, որ չգիտեմ, դաս լինի մյուս այդ տեսակ սեռաքաղց այդ տարիքնանց մարդկանց ու բոլոր տղամարդկանց համար։ Այդ շեղում է, ուղղակի դրանք շեղում ունեն։ Ինչ որ է ժողովուրդ ջան, ջղայնացած էի, ասեցի մի հատ ասեմ գոնե ներսից էլ դուրս գամ, մեկի հետ կիսվեմ, հիմա արդեն հասել եմ, մտեմ բժշկի մոտ դուրս գամ։ Նա դուրս եկա բժշկիս մոտ, ջղայնացած մտա, թեմայի հետ կապված, բայքի դեպքերի հետ կապված, բժշկս այնքան լավն է, որ ժպտալով միշտ, չնայած մենակ ես չէ, ընդհանրապես բժշկի մոտից որ դուրս են գալիս, չէ, այդ երկու բժիշկ են հիմա, երրորդը գնացել է, մի տարի պրակտիկա արեց գնաց, որ բժիշկների մոտից դուրս են գալիս, մարդիկ ժպտալով գոհ են դուրս գալիս շատ, էլի։ Այդպես թուղթը վերցրի ինչ որ ինձ պետք էր, մի երկու հարց կար տվեցի, պատասխանեց, այդպես ժողովուրդ ջան դուրս եկա, այս կինն էլ աղբեր թափում, անծանոթ կին էր բնականաբար, բարևեցի, ժպտաց, բարևեց, հիմնականում մենակ են ապրում, այդ մենակ ապրողները շփման կարիք ունեն, որ ասում ես մի հատ ժպտում ես կամ մի հատ բարևում ես, մարդուն ոնց որ հույս տաս, ուրախացնես, չգիտեմ։ Ինչա, մարդը մարդով է մարդ։ Փողոցներն է ավլում։ Այս կողմի տները, բակերը շատ սիրուն են, ուղղակի տեղը շատ աղմուկոտ է։ Խնամված են շատ այդ փոքր տեղերը, ծաղիկներ բանցանած։ Մենակ ինչքան սիրուն է։ Պատահական հաճել է երևի։ Սել է շատ սիրուն։ Աչքիս ես մաս առավոտ արթնացա ուռած էր, բժշկին ասում հլա աչքս ուռել, ասում հա տեսա, նայեց ասում եմ ինչից կլինի, ասում աչքերի մեջ գեղձեր կան, այդ գեղձերից երև բորբոքվել է դրանցից մեկը, հիմա մտնեմ մազա նշանակել, մի հատ վերցնեմ ու գնամ տուն։ Այս պատշգամբի ծաղկամանները այս տարի մնացել են դատարկ, անցյալ տարի ինքան սիրուն ծաղիկներ էին աճում, այս տունը ոնց որ դատարկ է, մարդ չի ապրում։ Այս վաճառվում է, երբ ընդհանուր ես չենք նա վաճառվում։ Անընդհատ կտեսնես հայտարարություններ վաճառվում է։
Հեծանիվը վաճառում են 20 եվրո հեռախոսի համար է թողել են, որ զանգեն։ Ես բան չեմ հասկանում հեծանիվներից, աշուտը կիմանա լավնա թե չէ, բայց ենա ոնց որ ժանգոտած։ Հեծանիվը այստեղ շատ լավ փոխադրամիջոց է, որ շատ են հեծանիվ քշում։ Ես ան տաղանդս հեծանիվ չեմ կարողանում քշել։ Այսինքն չեմ փորձում, մի անգամ որ ընկել եմ վախեցել եմ էլ դրանց հետո չեմ փորձում, բայց հաճելի է, շատ լավ բան է, էլի։ Մի հատ որ բանի հոլանդերենի դասերի էի գնում, Գենտում էի գնում, մեր ուսուցչուհին հոլանդերենի Այն ժամանակ նոր էի, շատ չգիտեի քաղաքների անունները, ասում էր, որ քաղաքից է գալիս, հեռվից էր գալիս, հեծանիվով։ Այսինքն ուրիշ քաղաքից էր, պատկերացրեք ինչքան հեռու կգար, ասում էր էլեկտրական հեծանիվ եմ առել, ոնց որ 2500 եվրո ասեց գինը, անձրև, կարկուտ, քամի, արև, ինքը հեծանիվով էր գործի գալիս։ Շատ ընդունված է հեծանիվով փոխադրվելը, այս ինչ այստեղ էս տների վիճակը ժողովուրդ, որ ցույց տայք սարսափեիք, շատ տներ են այսպես ավերակ վիճակում, վերանորոգում էին, քանդած էր լրիվ, շատ են հին տները Բելգիայում։ Ու հետո գիտեք ինչ ասած նախագծերը, խոհանոցների մեջ զուգարան կա, այդ լավ չի էլի։ Հիմնականում այդպես, հիմնականում չի ասի, բայց շատ տներում, մենք էլ դե շատ տներ ենք նայել այն ժամանակ, որ ուզում ենք տուն գնենք, շատ տներում զուգարան կա խոհանոցի մեջ։ Այստեղ ուրիշ ծաղիկներ էլ կան։ Նայեք։ Ես տունելի եմ ձեզ ցույց տվել, են կողմի ծաղիկները արդեն թափվել են, հիմա սրանք են բացվել, սպասեք մոտենամ մի հատ նայեմ։ Ինչա, չինական վարդ է, թե ինչա։ Հոտել ունի։ Գնացինք, ես էլ են վաճառել ես տուն, արդեն վաճառվել է։ Ուրևն ինչքան գալիս եմ, թեքվում եմ մեր փողոց, մի հատ ապահովության համար կարդում եմ վերևը մեր փողոցն է, թե չէ։ Ու նույն ձևով որ գործից գալիս եմ, Իրիկունը կայարանում դուրս եմ գալիս, լիքը մեքենա կա կանգնած, հիմա մի հատ նայում եմ աշոտը որտեղ է, դու մի ասա ինքը ինձ արդեն տեսնում է, որ ես փնտրում եմ իրան, ու լույսերն ավառում կամ ձեռքով անում, որ ճիշտ ուղղությամբ գնամ, մի անգամ էլ սենց ինքնավստահ ձևով իջել եմ ու գնում եմ, իսված են մեկը մեր մեքենան է, ինքնավստահ գնում եմ, մեկ էլ աշոտը գոռում է այն մյուս կողմից, ասում է այդ ուր, արի, ասում է տեսա, որ ասում է գլուխը տնկած գնում է իր այն կողմը, այն մյուս մեքենան, ասա ժողովուրդ ջան։ Նամակ ունենք ոնց որ։ Այստեղ նամակները մենակ վճարելու բաներ են, ֆակտուրաներ։ Աշոտ ջան, հալո, նամակ ունենք մի հատ բացի նայ հիմա ինչ են ուղարկել։ Հերթական ֆակտուրամ դիլնի էլի։ Սրանք բերել դրել եմ էսե, որտեղ ուրիշ հարմար տեղ չունեի։ Արդեն ծլում ա նայեք։ Էսա։ Փռեմ, քանի լավ եղանակա, որ հասցնի չորանա։ Հետ էլ պատասխանեմ ձեր հարցին, ահագին ժամանակ ինձ գրել էիք, չեմ մոռացել, ուղղակի այսպես հարմար չէր լինում պատասխանել, հարցրել էիք ոնց ենք Գերմանիայում, ոնց ենք Բելգիայում հարմարվել։ Ժողովուրդ ջան, անգամ Հայաստանի մեջ եթե մի տեղից մյուսն ենք տեղափոխվում, էլի շատ դժվար է։ Ուր մնաց թե երկրից երկիր տեղափոխվենք, ոնց ենք հարմարվում։ Լե Հայաստանում ասենք տեղափոխվում ես ուրիշ տեղ, քո երկիրն է, լեզուն գիտես, ամեն ինչ գիտես։ Այստեղ ուրիշ երկիր է, շատ դժվար ենք հարմարվել, շատ դժվար ա եղել սկզբում, ոնց որ բոլոր սկիզբները շատ դժվար ա եղել, իրոք, այնքան դժվար, որ անգամ սկզբում փոշմանել էինք, որ եկել ենք, մտածում էինք, էսի սխալ արեցինք, որ եկանք։ Ասեմ, որ այստեղ լվացք փռելուն սիրունությանը չեմ նայում, Հայաստանում պետք է ամեն ինչը գծած լիներ, չէ։
Բայց գիտեք, եթե ինչի համար էին կանում, ճիշտ է, մեր աչքին էլ է սիրուն, որ սիրուն է փռած լինում, բայց շատ անում են, որ հանկարծ կողքից նայեն, չասեն, բա այլ շորերը ինչ ձև է փռել։ Հիմա այդպիսի բաները հաշվի չեն առնում, հետաքրքրել չի, թե ինչ կմտածեն, սիրուն է փռած, թե սիրուն չի փռած, կարևորը մեզ հարմար լինի ու ժամանակի մեջ տեղավորվեք, մնացածը ընդհանրապես չի հետաքրքրում, ինչ կմտածեն մյուսները, ձեզ էլ նույնը խորհուրդ կտամ։ Ուրիշների կարծիքով հերիք ապրենք, ոնց որ մեզ փոքրուց սովորացրել են, չէ՞, ես ոնց որ թեմայից շեղվեցի, բայց մեկը այս խոսքս վերջացնեմ, ոնց որ փոքրուց մեզ սովորացրել են, չէ՞, վայ ինչ կասեն, վայ հատկապես մեզ աղջիկներից, վայ աղջիկ ես, բա քեզ ասում է, բա սենց բանենց, ինչև է, այդ առանձին թեմա է, կարելի է այդ թեմայով մի օր խոսել, անգամ Աշոտի աշխատանքային շալվարն է, գրպաններն էլ չեմ նայել, ինչ-որ բան, շուրուբները բնականաբար, բայց հիշում եմ, որ մամաս ասում էր լվացկանելուց, պետք է շորերի գրպանները նայել, բայց հիմա ես ասեմ, շորը լվացք գցելուց, պետք է գրպաններդ նայես, նոր գցես լվացք, ոչ թե ամեն ինչը թողնեն մեր վրա, ինչ ասեցիք, ինչ է ժողովուրդ ջան, ուզում եմ տեղավոր եմ հետնել էլի շորերը, առավոտ էլի միացրել փռել էի, մեքենան միացրել էի, դրանք ձեռքի լվացքի ռեժիմով էի միացրել, 15 րոպե այդպես, ուղղակի պետք է մի հատ թարմացնեի։ Ինչև է ժողովուրդ ջան, եկել ենք շատ դժվարությամբ, ոնց որ մյուսներն են գալիս, ուղղակի մեր մոտ մի քիչ արագ է եղել ամեն ինչը, այստեղ փաստաթուղթ ստանալ բանը շատ արագ է եղել, համեմատած այն մարդկանց հետ, որ տարիներով սպասում են։ Շատ դժվարությամբ ենք հարմարվել, բայց որ ասում են, այստեղ նախ իրանք այդ ինտեգրացիան հեշտացնում են, չեն թողնում, ասենք, հենց մեր վրա, իրանք ամեն ինչով մեզ օգնում են, օգնել են, հետո էլ մեկս մյուսից թիկունք ենք եղել, ու այդպես դժվարությունները հաղթահարել ենք։ Հեշտ բան չկա, ժողովուրդ ջան, այն որ մեկին տեսնում ենք, ասենք նայում ենք, վայ, ինչքան լավ ապրում է արդեն, նայում ենք ինչ որտեղ չի մտածում ենք, վայ, Երանի ես լինեի իր փոխարեն, բայց ոչ մեկ չգիտի թե այդ մարդը մինչև այդ դիրքին հասնելը ինչերի միջով է անցել։ Ամեն բան էլ ոչ ես ասի, չէ՞, ասենք մարդը ցույց է տալիս իր սիրուն կյանքը, բայց թե ոնց է դրան հասել ու դժվարությունները ցույց չի տալիս։ Այնպես որ Կոհանանք նրանով ինչ ունենք, հաջորդ պահին չգիտենք ինչ կլինի, տեսակ արևնել դուրս է գալիս, որ իմ շորերը չորանան, այսօր պլաններիս մեջ է, բան պետք է անեմ, այն յուղը որ հալել եմ, այն իմ սիրուն յուղը, այդ ավելացած աղինչք էր մամաս ասում, աղինչքով, չգիտեմ դուք ինչ եք ասում, դրանով պետք է բաղաչ թխեմ, Վարդերից գեղեցկությունն էլ չասեմ ժողովուրդ, ես ինչ հրաշք կա, Աշոտին համոզեցի, ասում, նստած հեռախոսով խաղում, ասում, արի դրսում նստի խաղը, համել կզրուցենք չի կավեր նա նստել է, մենակ նստած խաղում է, դե թող նստի ու խաղա։ Կիրակի օրը այստեղ նշում են մամաների օրը, մայրիկների օրն է, ես մի հատ Աշոտին հիշացնեմ, որ կիրակի օրը մայրիկների օրն է, որ ինքը ինձ ծաղիկներ նվիրի, պետք է ասենք շատ բան տղամարդկանց մտքով չի անցնում, չեն հիշում, պետք է ասենք, հիշացնենք, սովորացնենք, Նրանք աշխատանքային շորերն էին, Աշոտի գործեր արել ու ուղղեցի ասեցի տանը լինեմ, որ փռեմ, հետո էլ հավաքեմ, ես սիրում եմ լվացք փռել, իմ ամենասիրած զբաղմունքներից է լվացք փռելը ժողովուրդ, հոբի է կասեի, հող առել Աշոտը, պետք է այսօր են մնացած բաները փռենք, ուշք ու միտքս փռելն է, պետք է մնացած բաները ցանենք,
իրար հետ կցանենք, ժողովուրդ ջան, ձեզ էլ ցույց կտանք։ Համարյա վերջացրի, անջատեմ ժողովուրդ ջան, հեռախոսը, կամերան, ու մի բան միացնեմ լսեմ, հետն էլ նայեմ ինչ եմ եփում։